Ինչպես եղջերուն ջուրի վտակներուն կփափակի, այնպես ալ իմանցս քեզի կփափակի, ով Աստված։ Հոգիս ծարավի է Աստուծո, գենթանի Աստծույն։ Երբ պիտի կամ ու երևնամ Աստծույս առջև։ Ցորեկ ու գիշեր արցունքներս ինձի հաց եղան, որովհետև ամեն օր ինձի գսեն, ուր է քո Աստվածդ։ Այս բաները միտքս կբերեմ ու հոգիս կթափեմ իմ ներսիտիս, փափաքելով, որ բազմության հետ երթամ։ Անոնց հետ հանդեսով Աստուծո դունը մտնեմ, ուրախության ու օրհնության ցայնով, դոնախմբող բազմության հետ։ Ինչու գցածնաս ով իմ հոգիս, եւ ինչու իմ ներսիտիս անհանգիստ ես, Աստուծոսը, վասնզի անիգա անգամ մնալ զանիգա պիտի կովեմ, վասնզի անգամ մնալ զանիգա պիտի կովեմ, իր երեսին փրկության համար։ Ինչ օրհնյալ Սամոս, ինչ օրհնյալ խոստում, հույս եւ քաջալերություն։ Կընտրեից համար դու կենացած, ինչպես թողու ես այդ նաշակերտած, սուրբ խոսքիդ ետև քեզ կընտրեմ պիտի, հոգիս քեզի կանցկաբանդ կենթանի։ Ճշմարտություն դարձե ինձ համար Տեր, ինչպես Գալիլեո մոթացիկ նորներ, որ բոլոր կապանքվես ինձ մենար, և միայն մեջ գտնեմ ես ամեն բան։ Սորվեցուն քեզ համար ապրի միայն, ինչպես աշակերտներ քո սոբրեցան, ու երբ մեծ հաղթությամբ կյանք սվաղճանի, դեմ առ դեմ տեսնեմ քեզ Տեր կենդանի, ու երբ մեծ հաղթությամբ կյանք սվաղճանի, դեմ առ դեմ տեսնեմ քեզ Տեր կենդանի։ Երտնավոր հայր, գենթանացնող խոսքի դարձև ենք։ Խոսքդ, որով լսելիս, մեր ներսիտին մերած հոգևոր փափակներն է արթնացնում։ Մեր ներսիտին մերած արժեքները կենթանացնում է։ Հայր քո խոսքդ միակ միջոցն է այսօր մեր ցերկերում, որով կարող ենք քեզ ճանաչել եւ ճանաչելով քեզ հասկանալ մեր էյության եւ քոյության նպատակը։ Դեր օգնիր մեզ, օգնիր Դեր մեզ խոսքի ճշմարտությունների մեջ թաթախել մեր կյանքը։ Հայր օրհնիր մեզ այս սարավոտ փառքիդ համար։ Ամեն։ Ձուր մարդը գրիվներ կստեղծե եւ քսու նշանակում է ագանչի մեջ փսփսացող օծի թույն թափող դիշտ հունարեն բարը այդ է
Քիչ կգանտրատարնանք սիրիստես եւ քսուն մտերիմ բարեկամները գբաժնե իրար մե հարցրեցին նրան ով ես դու եւ նա ասաց ես ոչ մի հարկանք ունեմ արդարության հանդեպ ես դանջում եմ բայց չեմ սպանում սրդեր եմ գոդրում եւ կյանքեր փչացնում ես անկութ եմ եւ իմ զորությունս դարերի եւ ժամանակների ընթացքում եմ հաստատում երբ իմ մասին խոսք է գնում անմիջապես ինձ հավատում են հասարակության բոլոր մասշտաբների եւ ծավալների հետ եմ աշխատում իմ ոսոխներս անօգնական են նրանք երբեք չեն կարող իրենք զիրենք պաշտպանել զիս կեդին դաբալելը անհնարին է ես ոչ մեկի բարեկամն եմ այն րոպեին երբ անձնավորությամբ արժանապատվության գտնամ գոտնահարեմալ այլևս այդ անձը երբեք նույնը չի կարող լինել ես կարող եմ գործանել ծրագրեր գոդրել սրդեր եւ անկուն քիշերներ բարգեւել ես բազում եկեղեցիներ եմ քանդել եւ քրիստոնյաների կյանքերը փչացրել ես գասկածներ առաջացնող ստեղծող զորություն ունեմ ես անմեղ մարդկանց աչքերից արցունքներ կարող եմ հոսցնել իմ անունս քսու է ես չարախոսն եմ պատասխանեց մոտ 1500 տարիներ առաջ մեծն Գրիգոր Բաբը աստվածաշնչում գոյություն ունեցող բոլոր մեղքերը հավաքագրեց նրանք գացային մեջ դրեց նրանք երացրեց եւ որպես արդյունք այդ բոլոր հիշված մեղքերը 7 տասագարկերի բաժնեց 7 տասագարկերի որոնց անունը նշվեց եւ հայտարարվեց որպես 7 մահացու մեղքեր եւ հետեւյալն են այդ մեղքերը հբարդություն փարգություն անդարբերություն նախանց գծիություն ցանկություն եւ որգրամոլություն այս 7 մեղքերի մեջ է բարփակվում մարդկային կյանքում գոյություն ունեցող գրեթե բոլոր մեղքերի դասագարկերը բայց այստեղ այս սանգին մեջ անիչ որ այս մեծն Գրիգոր Բաբը նշեց եւ աշխատանք դարավ ներկայացնելու մեզ ցավոք մի մեղք կա որի մասին միգուցե ինք անդարբերությամբ անցավ այդ մեղքի գողքից եւ այդ մեղքը 8-րդ մեղքն է չարախոսությունն է Աստված այս 8-րդ մեղքը կամ այս մեղքը 9-րդ բադվիրանքի մեջ դրեց 10 բադվիրաններ ունենք 9-րդ բադվիրանը ճիշտ այս չարախոսության մեղքի մասին է դերևս չի ասում մի չարախոսի բայց ընդ ինչ է ասում քո դրացի դեմ սուտ վկայություն մի դուր սխալ վկայություն մի դուր մի չարախոսեր նրա մասին այս է միտքը այս առավոտ ուզում եմ մի մեղքի դեսագի մասին խոսենք
որից ուղղագում ենք բռնվել եւ որից ուղղագում են բռնվել ոչ միայն անհավատներ, այլ նաեւ բազում քրիստոնյա հավատացյալներ, այսինքն եւ շարքային հավատացյալներ եւ նաեւ ծառայության բարձրակույն պաշտոններ սպաղեցնող սպասավորներ, հովիվներ, քարոզիչներ, աբեդարանիչներ եւ այս քաղտնի եւ շատ հաջող արդարացված մեղքի անունն է, ասեցինք, չարախոսություն, փամփասանք։ Չարախոսությունը ուրիշ բան է, փամփասանքը ուրիշ բան է։ Չարախոսությունը մեկի մասին չար բան եմ խոսում, քիչ կանտրատարնամ, իսկ փամփասանքը անհադի մտքում գասկածներ առաջացնել, ագանչին մեջ թույն գաթեցնել, ինչ որ անհադի մասին, կանտրատարնանք։ Ուրեմն այս մեղքի անունը չարախոսություն, փամփասանք է, այսինքն արդահայտված մտքեր եւ խոսքեր, որոնց նպատակը առաջի հերթին ոսոխի անունն ու արժանապատվությունը չեզոքացնել է։ Ոսոխը այն անձն է, որի մասին չարախոսությունը գնում է։ Ուրեմն առաջի հերթին ոսոխի անունն ու արժանապատվությունը չեզոքացնել, երկրորդ հերթին չարախոսությունը լսող կամ ունգընտրողին մոլորեցնել, շփոթեցնել, երկբարագել եւ դիրքի գդրուկ փոփոխություններ առաջացնել, իսկ երրորդ հերթին, որի քերակույն նպատակն է, չարախոսողի քերակույն նպատակն է, չարախոսողը իր անձը ավելի բարձր, մաքուր, արդարացի եւ օրինագելի դարձնել։ Գլխավորապես որն է չարախոսելու գլխավոր առիթն ու պատճառը, գլխավորապես նախանց թիմացինի հանդեպ, նախանց թիմացինի հաջողության հանդեպ, նրա վայելած սիրո եւ հարկանքի հանդեպ, նրա ունեցած դիրքի եւ պաշտոնի հանդեպ, նրա վայելած ժողովրդականության հանդեպ, եւ դիմացինիս կյանքում տեսնում եմ այս բոլորը, ես կատաղում եմ։ Ինչու ինք եւ ոչ ես։ Ինչու զիս չեն հարգում, ինչու զիս չեն սիրում, այնպես ինչպես նրան են սիրում, ինչու ինձ չեն հրավիրում։ Եվ որպես արդյունք դիմացինը տեսնում եմ որպես մրցակից։ Եվ ինչ եմ անում, սկսում եմ զինք չեզոքացնելու եւ իմ հրաբարագից անհայտացնելու գործանարար առաքելությանս։ Եվ այս գործը գլուխ հանելու լավագույն զենքը լեզուս է։ Չարախոսություն ու փամփասանքը։ Եվ գահաճողիս։ Վստահեցնում եմ, որ հաջողություն ես գտնելու։ Մարդկային պատմությունում եւ մարդկային կյանքում քոյություն ունեցող մեծակույն ողբերգությունների եւ հաղորդակցությունների գործանման, մարդկային հաղորդակցությունների գործանման գլխավոր պատճառը չարախոսությունն է եղել։ Խոսքը գա, որ ասում է, մեկ չարախոսը 1000 թշնամուց ավելի վտանգավոր է։ Որով քո մեկ խոսքի արդահայտությունով կարող ես դիմացինի կյանքը ալեգոծել, հոգեջնշվածության մատնել, դարաբեցնել, ողբալի արդյունքներով ողողել եւ նույնիսկ դեպքերի ենք հանդիպում, որտեղ ոսոխը ինքնասպանության փորձերի է դիմել։ Թերևս ինչ որ չափով նման փորձառություն ունեցել ենք
յուրաքանչյուրս որ իմ այս տահլիճում ենք քո մասին չարախոսել են, փամփասել են, ոչ ճշգրիտ դեղեցություններ են դարածել եւ երբ որ դու լսել ես կամ գարտացել ես ինչ իրավիճակ է դիրել քո հոգեվոր, հոգեգան, մտային, ֆիզիկական նույնիսկ աշխարհում։ Մեկ խոսք, մեկ արտահայտություն։ Եվ ընդհակառակը քո մեկ խոսքով կարող ես նաև թիմացին կյանքը փրկել, երջանկացնել, քաչալերել, թևեր դաս որ բարձունքների հասնի, ժպիտ եւ ուրախություն բարգեւես։ Նայեցեք Արագած 18:21-ի մեջ ինչ կսե։ 18:21 մահն ու կյանքը լեզուին ցերկն են։ Անոնք որ զայն գսիրեն, անոր բդուղը գուտեն։ Մահը եւ կյանքը, ուրախությունը եւ ողբը, ժպիտը եւ արցունքը, հաջողությունը եւ ցախորտությունը լեզուին ցերկն են։ Լեզվից է գախյալ։ Չարախոսությունը, փամփասանքը, մենք Բեյրութում ասում ենք շորջիությունը, խոսք դանող փերողը, փերանին սանց չունեցողը, դիեզերական վնասներ կարող է հասցնել եւ հասցրել է։ Նայեցեք Հակոբոս Արաքյալը այս մասին ինչ ունի ասելիք Հակոբոս 3:1-12 գարտամ։ Եղբայրն շատ վարդապետող մի ելա, գիտնալով որ ավելի մեծ Թադաստանի մի ընդունիկ, այսինքն շատ խոսող մի եղեք։ Վարդապետը այն մարդը որ շատ բաներ գխոսի, գսորվեցնե։ Վասնզի ամենք սալ շատ հանցանքներ գնենք, բայց եթե մեկը խոսքով հանցանք չնե, անիգա գադարյալ մարդ է։ Այսինքն եթե մեկը կարող է իր բերնին սանց տնել եւ գիտի ինչ պիտի խոսի, երբ պիտի խոսի, այդպիսին գադարյալ մարդ է, որ կարող է բոլոր մարմինը սանցել։ Գիտեք, թե ցիերուն փերանը սանց կտնենք, որբես անոնք մեզի հնազանդին ու անոնց բոլոր մարմինը կգարաբարենք։ Ահա նավերնալ որչափ մեծ բաներ են եւ սաստիկ հովերեգը կշվին, բայց շատ փոքր ղեկովը կգարաբարվին, ղեկավարին գամքը որ գոմը որ ուզե։ Այսպես ալ լեզուն բզդիկ անդամ մնե, բայց մեծ բաներ կխոսի։ Ահա քիչմը գրակը որչափան փոցի գուտա, լեզուն ալ գրակ մնե, անիրավության դիեզերկմը, լեզուն մեր անդամներում մեջ այնպես տրված է, որ բոլոր մարմինը կապական է, և պնության շրջանը կպրնգեցնե, ու ինք կեհիենեն կպրնգի, անթունթեն, սադանային կստանա, կեչետ բիդան պրատարնան, բոլոր գազաններուն ու թրջուններուն և սողուններուն ու ձովում մեջ եղածներուն պնությունը կնվաջին և նվաջած է մարդկութերեն, մարդկային լեզու են, բայց մարդ լեզուն չի գնար նվաջել, անիգա անզուս չար է ու մահապեր թույնով լեցուն։ Անով գործնենք Աստված ու հայրը և անով գանիձենք մարդիկ, որոնք Աստուծոն նմանությունով ստեղծված են, միևնույն պերնենգել են օրտնություն ու անեցք, եղբայրներ, բետ չէ որ այսպես լա, Միթե աղբյուրը միևնույն պերնեն անուշ ու լղի գպղծնե, միթե գարելի է եղբայրներս, որ թզենին ցիտաբդուղ պերեգեմ, որ թադուն գտուզ, նմանապես գարելի չէ, որ աղբյուրեմը աղի ու անուշ չուր հոսի։ Չարախոսություն, փամփասանք, լեզվի սխալ օգտագործում նշանակում է դիմացինի ոսոխիտ մեջքից հարվածել։ Չարախոսությունը այսպես ասած դղամարդու գործ չէ, այլ վախկոտների և թույլերի սպաղմունքն է։ Եթե բան ունես ասելու ինձ, արի դե մարդեմ երեսիս արջև գանքնի ու ինձ ասա։ Եթե չես կարողանում, ուրեմն դու թույլ և վախկոտ ես։
Չարախոսությունը, փամփասանքը երկու ծևերով է ինքզինք արտահայտում։ Երբ որ չարախոսում եւ փամփասում եմ, երկու բան եմ գադարում, երկու ծևերով եմ արտահայտում։ Առաջինը չարախոսելով թիմացինիս մասին սուտ դեղեցություններ եմ դարածում։ Ոչ ճշգրիտ դեղեցություններ եմ դարածում։ Երկրորդ հերթին միգուցե սուտ դեղեցություն չեմ դարածում, բայց վնասակար ճշմարտություններ եմ հաղորդում։ Կամ սուտ դեղեցություններ եմ դարածում, իսկ եթե սուտ դեղեցություն չեմ դարածում, ապա վնասակար ճշմարտություններ եմ դարածում։ Թեև ասածդ ճշմարտություն է դեպիալ եղբոր քրոջ կամ անհատի մասին, բայց անհրաժեշտ չէ, որ այդ դեղեցությունը հաղորդես։ Որովհետև այդ դեղեցությունը, որ դու հաղորդում ես, թեև ճշմարտություն է, նպատակ ունի այդ անհատին արժանապատվությունը եւ անունը չեզոքացնել։ Օրինակ, այսինչ անձնավորությունը, այսինչ եկեղեցու անդամը, այսինչ քույրը կամ եղբայրը, օրինակ, ձխախոտ է ձխում։ Եվ ես ելնում եմ ասում եմ, գիտեք, այս եղբայրը քույրը կամ քեզ ասում եմ, գիտես եղբայրը քույրը ձխախոտ է ձխում։ Դու ճշմարտություն ես ասում, բայց դու գարիք չունես այդ ճշմարտությունը հաղորդել որևէ մեկին։ Դու դրա այդ անձնավորության համար աղոթել ես։ Աստուծմե առաջնորդությունը ստացել ես, որ դու այդ եղբոր թերության մասին կամ այդ քրոջ թերության մասին ուրիշին հաղորդես։ Դա քո գործը չի։ Այո, ճշմարտություն է, բայց այժմեական դեղեցությունը, օգտակար դեղեցություն չէ քո հաղորդածը։ Չարախոսությունը, ինչպես ասեցինք, մահացու է եւ իր մեջ թույն ունի։ Նայեցեք, Հռոմեացիս 3:13-ը, Հռոմեացիս 3:13 գսե անոնց գողորթը փած քերեզման է, իրենց լեզվովը նենքավոր եղան, իժերու թույն գա անոնց շրթունքներուն տակ։ Թույն, օծալեզու։ Սաղմոս 140-ը, երբ որ գարտանք Սաղմոս 140 1-3 Ով դեր չար մարդեն զիս պրգե ու պրնավոր մարդեն զիս բահե, որոնք սրդերում մեջ չար պաներ գմտածեն ու ամեն օր գրիվներու համար գհավակվին, իրենց լեզուները օծերու պես սրեցին, իժի թույն գա անոնց շրթունքներուն տակ։ Չարախոսությունը ավելի մեծ գործանումներ է գադարել մարդկային պատմությունում, քան այդ բոլոր բادرազները, որոնք դեղի են ունեցել։ Չարախոսությունների պատճառով մտերմիկ հաղորդակցություններ, ընկերություններ քայքայվել են։ Մի ժամանակ այնքան մոդ էին իրարու, այնքան հարազատ էին, չարախոսության մեղքը մտավ, եւ այս ընկերությունը քայքայվեց, կործանվեց։ Վստահ եմ, որ կյանքիդ մեջ նման օրինակներ ունես։ Չարախոսության պատճառով եկեղեցիներ են բաժանվել։ Եկեղեցիներ բաժանվել են։ Արժանապատվություններ ապականվել են։ Գիտեք սիրելիներ, ամենից թանկագին արժեքը, որով յուրաքանչյուրս ունենք մեր կյանքերում, արժանապատվությունն է, բարի անունն է, որ վաստակում ես։ Սա շատ թանկ է, շատ թանկ է։
ոչ փողով կարող ես գնել եւ ոչ մի այլ ձևով։ Կյանքի փորձառությանդ հետ միասին դու վաստակում ես, ձեռք ես բերում արժանապատվություն եւ բարի անուն։ Սա շատ թանկ է յուրաքանչյուրիս համար, որով արժանապատվության այս քո վաստակած բարի անվան արժանապատվության վրա է գառուցվում մարդկային բոլոր տեսակի հարաբերություններն ու հաղորդակցությունը։ Երբ ես գիտեմ, որ դու արժանապատիվ մարդ ես, երբ ես քո մասին գլսեմ, որ դու բարի անուն ունես, ես քեզի կարող եմ վստահել գործ, աշխատանք, ամեն ինչ։ Արժանապատվությունն ու բարի անունը սիրելին նորից շատ թանկ է յուրաքանչյուրիս համար, որի վրա կառուցում է մարդկային բոլոր տեսակի հաղորդակցությունը։ Եվ երբ ես կսկսեմ չարախոսելով, փամփասելով գործանել քո արժանապատվությունը, քո անունը, սրանից ավելի մեծ եւ մահացու մեղք գոյություն չի կարող ունենալ։ Երբ խոսում ենք մարդկային հարաբերության հետ կապված մեղքերի մասին, ես իրավունք չունեմ քո արժանապատվության եւ անվան հետ խաղալու, իրավունք չունեմ։ Բայց ցավոք սրտի չարախոսությունը այն գործանում է։ Չարախոսությունը այնպես մի բան է, որ շատ արագ է ասվում, շատ շուտ է լսվում, շատ շուտ է դարածվում, սփռվում եւ ամենավտանգավորը շատ շուտ հավատացվում է չարախոսությունը։ Եվ հարցը նրանում է, որ քիչ թե շատ, գամա կամ ագամա, բոլորս էլ չարախոսության եւ փամփասանքի նկատմամբ հիացմունք ունենք։ Երբ որ մեկը գալիս եւ չարախոսում է մեզ մեկի մասին, կամ մենք հիանում ենք, մենք լավ զգում, որովհետեւ ամիջապես մեր ներսին գտենք չենք մտածում։ Ասա ես նրանց ավելի լավն եմ, թե ոչ, այս գշիկն ենք ամիջապես բերում առաջ։ Արագած 18-ը նայեցեք ինչ է ասում։ Արագած 18-ը։ Քսուն մարդու խոսքերը քսուն ասեցին ով է։ Այն անձն է, ով գալիս է ագանչիկ մեջ փսփսում է եւ իր լեզվովը թույն է գաթացնում քո ագանչների մեջ։ Հունարեն բարիշտ ադիգը նշանակ է։ Ուրեմն քսուն մարդու խոսքերը քաղցր բադարներու պես են ու անոն միջև փորի կամ սրդի ըշտեմարանները գիչնեն։ Երբ որ քսուն մարդը, երբ որ ուկա քո ագանչիտ մեջ կփսփսա ինչ որ մեկի մասին, նմանդ այդ անձը դու շատ չես հավանում, այդ բոլոր իր ասածը համեղ բադարի պես, քաղցր բադարի պես գնտունից եւ սրդիդ մեջ գիչնե միջև ներքև։ Մի քիչ էլ ասած, ինչ լավ բաներ եմ լսում։ Ինչ լավ է։ Քաղցր բադարներու պես են։ Եվ ցավոք սրտի շատերս հիացմունք ունենք չարախոսություն լսելու, փամփասանք լսելու։ Չարախոսությունը ամփոփչացվում է լսելով։ Եթե լսող չլինի, չարախոսության եւ փամփասանքի հանդեպ հիացմունք ունեցող չլինեն, փամփասողներ չեն լինի։ Բայց չարախոսությունը այսպես է ինքզինք ամփոփչացնում։ Արագած 17:4-ը նայեցեք ինչ կսե։ 17:4 չար մարդը անիրավին շրթունքներուն մդիկ կնե ու սդախոսը վնասագար լեզվին ագանչ կտնե։ Ուրեմն անոր չարախոսություն եւ փամփասանք է լսում չար մարդ է եւ սդախոս է։ Ինչու չար մարդ է։ Նախ որտեւ լսում ես
Եվ հաղորդագից ես լինում քսուին, երկրորդ ստախոս ինչու, որև այնինչ որ դու չես աբացուցել, սկսում ես դարաձել, սուտ խոսքեր դարաձել։ Իր ասածը ճշմարտության պես ես ընդունում եւ սկսում ես դարաձել, ուրեմն դու ստախոս ես եւ չար մարդ ես։ Փամփասողին չափ, փամփասանք մդիգնոն էլ նույն չափ մեղավոր է համարվում։ Հարցումներ հարցնելով, ավելի քրքրելով, փորփրելով, քրեական գործ հարուցող քննիչների նման փորփրելով հարց ավելի, իր ներքուստ հետաքրքրության մարմաճը քոհացնելու, հետո ինչ եղավ, ինչպես եղավ, երբ եղավ, որու հետ եղավ, ինչու եղավ, նորից լինելու է, հարցնում ես։ Ու գնաց։ Facebook-ի համար ընտիր մատերիալ կդա այսօր։ Մի քիչ էլ համեմունքներով համեմում ես, ես ճոխացնում ես, այդ ինչ որ լսեցիր, ճոխացնում ես եւ ամենահետաքրքրականը սկսում ես դու էլ հրաբարակել քո Facebook-յան կամ Twitter-յան կամ SMS-յան էջերում եւ լայքերը պիտի տեսնես։ Like is avagum. Ոչ մի այլ գողերով share, aber շատ share են անում այսօր, դարածում են, բանեն, բաժնեկցում են։ Եվ գնաց գործանումը։ Հետո անդրադառնում ես, որ այդ քսուի ասածը սխալ էր։ Եվ դու ջնջում ես քո էջից, ջնջում ես։ Բայց հարցը չի լուծվում, ինչու, որովհետև փյուրավոր մարդիկ գարթացին, տեսան, ապագանվեցավ նրանց միտքը։ Մի հատ խոսք կա, դուք ասում եք, ես այստեղ սովորեցի, հիմարը մի հատ քար է գցում փոսի մեջ, 100 խելոք մարդիկ չեն կարողանում այդ քարը հետո դուրս անել։ 1000 Դեր Աստված բահիր այս սարսափելի մեղքից։ Եվ ամեն մեկս եւ զոհն ենք դարձել շատ աջախ նման երևույթների եւ նաեւ շատերի զոհ լինելու պատճառն ենք եղել նաեւ։ Ագա, գամա կամ ագամա։ Նոր գդագարանը չարախոսության մասին օգտագործող հունարեն բառը հետևյալն է Psytheristas բառը օգտագործե չարախոսության Եվ ասում ենք տեսենք Հռոմեացիս 1:29-ից 30 համարներ որի բառացի նշանակում է փսփսացող Քիչ առաջ ասեցի նորից շեշտեմ, որը նշանակում է մեկը քո ետևից փսփսում է ուրիշների ագանչներում, որբեսի քեզ վիրավորի եւ լսողի միտքը թունավորի։ Դարիներ առաջ գրասենյակումս երբ որ կաշխատեի համագարկչի առաջ պատգամներ պատրաստել եւ այլն Բաշտամունքներից յետք ես մտնում էի նորին գրասենյակ աշխատանքի եւ այլն մինչեւ 8 ժամ երիտասարդը իմ աշխատանքի համագարկչի մեջ պատրաստում եմ պատգամ եւ այլն Իմ շուրջս այսպես շրջում էր Եվ ագանչիս կողքը փսփսում էր այնպիսի դեղեցություններ էր հաղորդում քարոզիչների, հովիվների մասին, որոնց հետ ինքը խնդիրներ ունեցել է եւ այլն եւ ասում եմ քեսես քարոզիչը այս հովիվը այսպես երևի եկեղեցին վարվեց եւ եկեղեցին բաժանվեց եւ խնդիրներ այսպես բաներ էր չի հասկանում ես կարծում եմ որ այս եղբայրը երդասարտը ուզում է ինձ ինչ որ բանի զգուշացնի բայց այդ հասկացա միտքը
ագանչիս մեջ թույն ներգաթացնում զիս շփոթեցնելու դվյալ եղբայր քույրերու մասին որոնք դերոջը թաշտի մեջ ծառայություններ ունեն մինչ այսօր իսկ փամփասող կնշանակե հունարեն բառը կատալալուս ուրիշ բառ մոգոկտագործե կատալալուս որը նշանակում է հստակ մեկի մասին չար խոսալ փամփասանքի եւ չարախոսության աղբյուրը, ագունքը, որտեղից է ծնունդ ստանում, Աստվածաշունչը մեզ դերեկացնում է Հակոբոս 3:6-ի մեջ կսե անտունտից, թժողքից է իր ծնունդը ստանում լեզուն։ Հակոբոս 3:6 կսե լեզունալ գրակ մնե անիրավության դիեզերկմը գրակ թժողքի մասին է, անտունտի մասին է չարախոսությունը սատանայի գողմից մեզ վրա արձակված այն նետն է որը առաջերտի մեզ է խոցում եւ ետքը մեզ ասում է այդ խոցված նետը հան եւ դրանով ուրիշի խոցի այս է չարախոսության նետը հին ասացված մգա որ գսե չարախոսը սատանայի փոստադարն է սատանան նամակ մգուդա քեզ գսե դու փոխանցի դրան չարախոսը սատանայի փոստադարն է նամակներ արագակողն է հայտնություն 12-11 գարտան որ չարախոսների հայրը սատանան ինք է Եվ գսե չարախոսը, որ եղբայրներն թեմ չարախոսեր, երկինքեն վարինգավ։ Չարախոսների հայրը սատանան է։ Նաև չարախոսությունը ծնունդ է ստանում չար սրտերում։ Ուգաս 6:45-ի մեջ կտեսնենք ասիկը, վասնզի սրտեն գելեն։ Ամեն տեսակ չար։ Ուգաս 6:45 Բարի մարդը իր սրդի բարի կանցեն բարություն կփխեցնե եւ չար մարդը իր սրդի չար կանցեն չարություն կփխեցնե վասնզի փերանը լեզուն սրդի ավելցուկեն գխոսի գուզես իմանաս դիմացինիդ հոգեվոր վիճակը իր խոսքերը լսի կարող է դա բաներ խոսա իր խոսքերը վերցրու եւ գշրի Ինչ որ գխոսիմ, իմ փերանս ինչ որ գանե, իմ սրդիս ավելցուկեն գանե, ինչ որ է իմ սրդիս վիճակը լեզուի վրա երևում է։ Չարախոսությունը նաև արդյունքն է ադելության։ Այստեղ մի կարևոր բան եմ նշելու հիմա։ Սաղմոս 109:3-ը, Սաղմոս 109:3 Ադելության խոսքերով զիս բադեցին ու ինձի հետ անիրավ դեղը գրվեցան Ադելության պատճառով խոսքեր հնարեցին եւ այդ խոսքերով զիս բադեցին որովհետեւ զիս կործանեն Բոս արաքյալի կյանքի եթե սերդենք Հռոմեացված գրածնամակի մեջ Գտեսնենք թե ինչպես որոշ մարդիկ զինք չարախոսելով սխալ դեղեցություններ սկսեցին դարաձել Հռոմեացի 3:8-ի մեջ նայեցեք շատ նուրբ կարևոր բան կա այստեղ Հռոմեացիս 3:8 Դասե Եվ ինչու համար պետք է ասել ինչպես ոմանք մեր վրա չարախոսություն գնելով Գսեն թե մենք գսենք,
Այսինքն Պողոս առաքյալը այսպիսի բան է ասել ժողովրդին. չարը կործենք, որպեսզի բարին կա։ Անոնք իրապես թադաբարդելի են։ Մարդիկ Պողոս առաքյալին լսել են եւ հիմա իր չասածը սկսել են չարախոսել ամեն ուրեք։ Եվ ասում են, որ Պողոս առաքյալին դուք լսում եք ինչ է ասում, եղբայրներ ջան։ Ինքը ասում է, որ չար կործենք, որպեսզի բարին կան, ուրեմն չար կործենք, այս ինչ տեսակ առաքյալ է։ Եվ գսե չարախոսություն սկսեցին անել առաքյալի մասին։ Եվ նայեցեք, այս չարախոսության պատճառով դասնյակ եւ հարյուրավոր դնային եկեղեցիներ փակվեցին։ Որ գտեսնենք մանավանդ Ասիո մեջ երկրորդ Տիմոթեոս 1:14-ը գարտացեք ասոր այդ կապ ունի երկրորդ Տիմոթեոս 1:14 եւ 15 Տիմոթեոս 1:14-15-ի մեջ գարտանք հետեւյալը այն բարի ավանտը Բահե Սուրբ Հոգու ցերկով Պողոս առաքյալ Տիմոթեոսին գրել, որ մեր մեջ բնակած է։ Գիտես թե ինձ մե երես դարձուցին անոնք, որոնք Ասիո բոլոր շրջաններու մեջ են գսե բնակիրը։ Հոսքսե որոնք Ասիայեն էին։ Բնակիրը գսե Ասիո մեջ գտնվող բոլոր եկեղեցիները, բոլոր խումբերը ինձ մե երես դարձուցին։ Որոնց մեն Փիքեղոսն ու Հերմոքինեսը դերը ողորմություն դա Վոնեսիպորոսի տանը։ Ասիո մեջ բազում եկեղեցիներ կար, դնային ժողովներ, աճման դների մեջ են, բոլորն էլ փակվեցին։ Ասիո մեջ գտնվող բոլոր եկեղեցիները այս չարախոսության պատճառով փակվեցին։ Ինչպես տեղի ունեցավ այս բոլորը, ասեմ ցես։ Պողոս առաքյալը Գործք առաքելոց 20-րդ գլխի 28-30 համարներում այս բոլորը մեզ գամփոփե։ Գործք առաքելոց 20-28-ի մեջ։ Ուրեմն գսես զգուշացեք ձեր անձերուն եւ բոլոր հոդի համար, որու վրա Սուրբ Հոգին ցես դեսուչ դրավ, Աստուծո եկեղեցին հովվելու, զոր իր արյունով ստացավ։ Քանզի գիտեմ, թե իմ զատվելես եք, ձեր մեջ հապշտագող քայլեր պիտի մտնեմ, որոնք պիտի չխնայեն հոդին, եւ նայեցեք, եւ ցեզ մեալ այնպիսի մարդիկ պիտի ելեն, ցեզ մեկս է այնպիսի մարդիկ պիտի ելեն, որոնք ձուր բաներ պիտի խոսին։ Այսինքն պիտի չարախոսեն, պիտի փամփասեն, աշակերտները իրենց ետևեն քաշելու համար։ Այս նույն երևույթները այս եկեղեցում տեղի ունեցան։ Ինչ որ կգարտանք այստեղ, Երևանի եղբայրության եկեցին ասոր մեջ են անցավ։ Գիտեք սիրեներ, երբ որ թույլ ենք տալիս, որ վիրավորանք, փարգություն, դառնություն եւ վրեժխնդրությունը մտնի մեր սրտերի մեջ, ինչ է լինում, անպայման մի դեղից դուրս է գալու, այդ բոլորը ադելությամբ, հագատրությամբ եւ վրեժխնդրությամբ ենք լցվելու։ Եվ ինչպես եմ ես վրեժխնդիր լինելու, ադելությունս եւ հագադարձությունս արտահայտելու լեզվով։ Երբ որ իմ սրտի մեջ դառնություն, ադելություն, թշնաման կա, այս բոլորը կան, ինչ եմ սկսում անել, սկսում եմ չարախոսել, փամփասել եւ լեզվովս սկսում եմ փրթիկ անել, կոտրատել, եկեղեցիներ քանդել, եկեղեցիներ բաժանել, հավատացյալների կյանքերը սևացնել, մոխրացնել, մեկը մյուսին թեմ լարել։ Պողոս առաքյալ գսե Աստծո մեջ բոլոր եկեղեցիները լքեցին ինձ։ Ինչու որտեղ չարախոսություն գնային իմ մասին, ձուր բաներ կդարածեին։
Չարախոսությունը նաև անկործության արդյունք է։ Եթե մեկը կորց սպամունք չունի առօրյա կյանքի մեջ, աշխատանք չունի, սպամունք չունի, չարախոսության պես սկսում։ Առաջին Դիմոթեոս 5:13-ի մեջ կտեսնենք ասիկա։ Առաջին Դիմոթեոս 5:13 գսե դուն գբդդին եւ ոչ միայն զույլ, հաբա շադախոս ու հետաքրքիր գլան եւ անբադեհ բաներ գխոսին։ Առհասարակ կանանց մասին է խոսում առաքյալը, բայց դղամարդիկ շատ աջախ ավելի վատ չարախոսեն, քան կանայք։ Կապ չունի սեր այստեղ։ Երբ որ զույլ եմ, աշխատանք չունիմ, սպամունք չունեմ, ես սկսեմ դուն բդդիլ եւ հարցնել։ Լիբանանում այս սովորությունը կա։ Լիբանանում այս բարի ավանդությունը կա։ Ամեն առավոտ, երբ դղամարդիկ աշխատանքի գետան ժամը 8-ին, ասված տա արիթ ունենք մի օր ասել եղբայր գնանք Բեյրութ։ Մեր քյուղը նստենք բալկոն աշխատանքի գտեսես ճանապարհերում թաքսիով, սինիներով, սուրճ գնիկներ արդ դուն գբազեն։ Այդ գնիկը սուրճ արեն միս գնիկին դուն միս անդե ան փուչ դարած։ Եվ մի քանի ժամ չարախոսությամբ, փամփասանքով, ինչ իրիր, ոնց իրիր, ուր գնացել, այդ մյուս ինչա, այն ուրա գնում, ամփոչ օրիև աղավաղում են իրար։ Հաջորդ օրը այնտեղ չարախոս, այդ նույն մարդու մասին մյուս նունը գնում, դրա մասին է փամփասում։ Նայես, ով որ կոմոդա գալիս եւ դվյալ անձնավորության մասին չարախոսում է 100% կստորակրեմ։ Իմացիր որ վաղ գնալու է քո մասին դրան չարախոսի։ Մի քանի վարյանվա մեջ չարախոսությունը մի քանի վարյանվա մեջ կարող է դարիներով աշխատանք տարված եւ միասին այդ ընկերությունը որ դու ստեղծել ես մի քանի վարյանվա մի քանի բարով այդ ընկերությունը կարող է բادرել եւ թշնամի դառնալ իրարու չարախոսությունը գործանարար է եւ սդություն է այո կարող է քո ասացների մեջ մի քանի գրամ ճշմարտություն լինի բայց վերջավորության քո ասացների մեջ բարունագելու է տոննաներով սդախոսություն Ինչպես կարող ենք բուժվել այս չարախոսության մահացու մեղքից Արագած 20:19 մեզի ուղղություն կտա Արագած 20:19 Փանսարգությունը նողը քախնիկը գահիտնե ուրեմն շողոքորթություն նողի հետ հաղորդակցություն մի ունենար վերջ Երբ որ մեկը գա եւ գսկսի քեզ քո ագանչներուտ մեջ թույն լցնել դվյալ եղբոր քրոջ մասին իբր թե ինքը քեզնով մտահոգված է իբր թե ինքը քուշահերդ է ուզում պաշտպանել իբր թե երևույթ այնպեսին է որ ուզում է քեզի ցավագից լինի Ասա ես չեմ ուզում լսել Բան ունես դրա գնա իրան հետ խոսացել ես առաջ Իրա հետ խոսացել ես Ոչ առաջ իրա հետ խոսա Քո հարցերդ բարձի Ետ կգտեսնենք ինչ կլինի Ուրեմն գսե մի հաղորդակցիր շողոքորթություն ընողի հետ Մի հաղորդակցիր Մատթեոս 18:15-17-ի մեջ կսե հանդիմանիր չարախոսողին Հիսուս ինքս է այդ է միտքը Մատթեոս 18-ի մեջ հանդիմանե Եփեսացիս 4:15-ի մեջ կսե ճշմարտությունը սիրով խոսիր Եվ վերջին
Եփեսացիս 4:29-ի մեջ կսե, Եփեսացիս 4:29 Բնավ ծեր պերնեն աբագանյալ կամ աբագանող խոսմը թողչել է, հաբա ինչ որ աղեգ է պետք եղած շինության համար, որբեսի լսողներուն շնորհք տա։ Աբագանյալ միան հայհոյություն չէ, վատ խոսքեր չէ, այլ չարախոս խոսքերն են։ Հաբա աղեգ բաներ խոսիլ։ Մեկը ասած է, եթե քու պերնետ լավ խոսքեր թուրջ չեն գալիս, աբա մի խոսա։ Մի խոսա։ Մատթեոս 12:36 Հիսուսի խոսքերով ավարտենք։ Մատթեոս 12:36 Բայց ցեզի գսեմ, Հիսուսին անցամ կխոսի այս խոսքերը, բայց ցեզի գսեմ, թե ամեն թադարկ խոսքի համար զոր մարդիկ կխոսին, թադաստանին օրը հաշիվ պիտի տան։ Վասնզի քու խոսքերդ պիտի արդարանաս եւ քու խոսքերդ պիտի թադաբարդվիս։ Ամեն մեկ խոսքորին պերնես դուրս կուկա, այդ խոսքի համար ես հաշիվ պիտամ, որ միմը որ այդ խոսքը բարը դուրս եկավ, իր գործանելու է, գամ մահ, գամ գենթանություն, գամ շինություն, գամ գործանում, գամ ժբիտ, գամ արցունք պիտի դա։ Եվ Դավիթ Սամոս 141:3-ի մեջ կսե, Սամոս 141:3-ի մեջ կսե, ով դեր բահաբանտիր իմ պերնիս ու իմ շրթունքներուս թուրը բահբան է։ Որը մենք խոսիլ չենք կիրեր շատ հաջախ։ Միայն պարեր դուրս կուտանք, առանց նկատելու անոնց արդյունքը։ Դավիթ կսե ով դեր բահաբանտիր, հրեշտակները թող բահաբան լինել եւ փագանք մտիր իմ շրթունքներուս, ավելի լավ է չխոսամ կան խոսամ և գործանեմ։ Դերը շնորհքն է սիրելներ, որպես քրիստոնյա հավատացյալներ ինձ մեզ կսիալ։ Ես այս բատկամի ներքո հանդիմանված եմ զգում։ Ես անցամբ շատ հաջող փորձվել եմ այս չարախոսության և փամփասանքի ձուղակի մեջ բռնվել եմ Խոստովանիմ։ Դավիթի նման է իմ աղոթքս, ով դեր իմ շրթներուս, իմ պերնիս բահաբան թիր, փագանք թիր, որ կարողանամ զսպել, ավելի լավ չարտահայտեմ, մեջս մնա, մեջս երա, մեջս մեռնիմ, հիվանդանամ, բայց այդ խոսքը դուրս չկա։ Շատ հաճախ ինչ ենք ասում, ավելի լավ է մի հատ հայհոյեմ, մի հատ բան ասեմ, հանգստանամ, էլի։ Դուրս թող կա ինչ որ գա։ Շատ հաճախ ինչ է կատարվում, երբ որ մարդ խնդիր ունի մեջ, հայհոյի դղաս, հայհոյի, դուրս թող կա այդ բոլոր դառնությունը մեջ, ոչ, թող մեջս մնա։ Կան դուրս ելե եւ այլևս չկարողանամ ետ կանչել այդ բառը։ Դերը շնորհքն է մեզ, դերը մեզի օգնական լինի սիրելիներ։ Սա քրիստոնեական մեր առօրյա փարոյական կյանքի հետ սերտ կապ ունի։ Քրիստոնեական փարոյականություն է սա, քրիստոնեական ազնիվ կյանք ապրելու արժեքներն են այս բոլորը։ Դերը շնորհքն է։ Մաբիդանցնենք հաղորդության սեղանին։